խոսքը հարցերի մասին է, բարձրաձայնում ենք կամ խոսում ենք մեր գերիների վերադարձի մասին։ Ալցի տնօրենի այցից հետո որևէ տեղեկություն չկա, ինչ փուլում է, խոսվել է այդ մասին գերիների վերաբերյալ, որևէ հաղորդագրություն չտարածվեց, այսինքն հանրությունը չիրազեկվեց, ի վերջո Փայլակ ջան, կան աշխատանքներ, որոնց կարծում եմ այդ աշխատանքները հանրայնացնելը կարող է process-ին վնասել եւ այն աշխատանքները, տեսեք, աշխատանքները չեն դադարում եւ մեզանից չի, որ 100% կախված է եւ մենք ենք որոշում վերադարձի մասով, բայց մենք առավելագույն աշխատանք իրականացնում ենք, որպեսզի վերադարձնենք Բաքվում պահվող մեր հայրենակիցներին եւ այդ ուղղությամբ կրկնում եմ եւ խորհրդարանը եւ կառավարությունը առավելագույն աշխատանք են իրականացնում եւ ձեզ հայտնի աշխատանքը ընդամենը այսբերգի երևացող մասն է, ահռելի ծավալի աշխատանքը ընդամենը չի երևում։ Պարոն Բաքոյան, ներողություն, այս վարչապետի խոսույթի փոփոխությունը արդյոք հետ քայլ է կամ ինչ որ զիջում է չասել գերի, չասել ռազմագերի։ Ես դրամաբանություն չեմ տեսնում զիջման կամ դրամաբանության փոփոխության, որովհետև բոլոր դեպքերում ստացվում է, որ Բաքվում մեր հայրենակիցներն են, ովքեր պետք է վերադառնան Հայաստան, եւ որի մասին նաեւ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է այդ մասին։ Դուք Ադրբեջանի նախագահի խոսույթում տեսնում եք փոփոխություն, օրինակ այն հակահայ քաղաքականությունը, որ կար Բաքվի կողմից, թե դասագրքերում, թե այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ այլ Հայաստանի ինքնիշխան տարածքներ համարում էին Ադրբեջան։ Դուք այդ առումով փոփոխություն տեսնում եք, թե ոչ, այս օգոստոսի 8-ից հետո։ Դուք տեսնում եք։ Դուք տեսնում եք։ Ես ձեզ եմ հարցնում։ Ես ձեր հարցին հարցով պատասխանում եմ, այնուհետև պատասխանեմ։ Շատ լավ։ Տեսեք, թե ինչ հայտարարություններ կանեն, մենք գնում ենք խաղաղության եւ այդ խաղաղության ճանապարհը հեշտ չի։ Այն սկզբունքները, որ արձանագրվել են օգոստոսի 8-ի խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ, դրանք խոսում են ըստ էության խաղաղության մասին եւ այստեղ հստակ արձանագրվել են կետեր, որի տակ ստորագրել է Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը եւ Միացյալ Նահանգների նախագահը։ Պարոն Բաքոյան, նախորդ շաբաթ խորհրդարանում իմպիչմենտի թեմայով լսումներ տեղի ունեցան եւ օրինակ հայտարարություններ կան, որ ԿՊ-ից եւս կան падգամավորներ, ովքեր պատրաստ են միանալ, դուք այդ շարքում եք, թե ոչ։ Փայլակ ջան, նման հայտարարություն անողները առաջինը խաբել են ձեզ լրագրողներին, որ նման մարդիկ կամ падգամավորներ կան ԿՊ-ում, շտապ եմ ձեզ վստահեցնել եւ շատերին գուցե հիասթափեցնեմ կամ պարզապես այդ իրականության մասին իրենք գիտեն, չկա նման բան եւ նույնիսկ խոսակցություն, քննարկում կամ ուղղակի որևէ չկա, պարզապես չկա, սա ծիծաղալու թեմա է, չկա նման բան։ Դուք կարող եք բոլոր կպականների անունով Այո, ինձ պետք չի լիազորել, ես իմ եւ իմ գործընկերների անունից երաշխավորում եմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից չկա որևէ մարդ, որ այլ կերպ մտածի։ Բոլորս հավատարիմ ենք միևնույն գաղափարին եւ չկա նման թեմա եւ նման թեմա մեր խմբակցությունում չի քննարկում եւ ես այդ հարցին ընդհանրապես ժպիտով եմ վերաբերվում։ Վարչապետի գործողությունների հետ կապված խմբակցությունում։ Ես զարմանում եմ, որ նման հարց եք տալի, որովհետեւ չի կարա նման բան լինի։ Թիմը միասնական է գործում եւ եթե կան հարցեր, հարցերը բարձրաձայնվում են եւ այդ հարցերին լուծում է տրվում։ Եվ չկա խզվածություն թիմի մեջ։ Ես մեկ անգամ պաշտոնապես ձեզ հայտարարում եմ իմ եւ իմ գործընկերների անունից ժպիտով եմ երբեք ասում եմ երբեք չի լինելու նման բան, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության բոլոր падգամավորները այլ կերպ չեն մտածում։ Մտածում եք, որ օրինակ Հովիկ Աղազարյանը կամ Հակոբ Ասլանյանը կարող են հեռանալ, հեռացվել, կարևոր չի։ Համենայն տեսականորեն տեսեք, ովքեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության սկզբունքներից դուրս որևէ գործողություններ կիրականացնեն, դա կլինի ցանկացած մեկը քաղաքացիական պայմանագրից, սկսած ինձանից,
ինքը ըստ էության հեռացվելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Կարող չեմ մտածել, որ այդ երկուսը կարող են հեռանալ կամ հեռացվել։ Գուցե հիմա էլ ինչ-որ բան լինի։ Գուցե չկա նման մտահոգություն։ Ես շտապեցնում ձեզ տեղեկացնել եւ անհանգստացողներին հանգստացնել, որ նման խնդիր չկա, նման մտահոգություն չկա, մի մտահոգվեք, նման խնդիր գոյություն չունի։ Անհետ կորածների հարազատները երեք պաշտպանության նախարարությանը կավանաբար լսել եք ողջունը, անհետ կորածների հարազատներն գնացել պաշտպանության նախարարության մոտ եւ ուզում էին հասկանալ, թե ինչ է լինելու իրենց զավակների ճակատագիրը։ Հանձնաժողովը նախ զբաղվում է այդ մարդկանց հարցերով, ինչպես ասում են, գերիների հարցը, այս գործի երկրացող մասն է եւ լուրեր կան, որ Թիմո Պապիկյանից դժգոհություն կա եւ սա ուղղված ակցիա է Պապիկյանի դեմ, որովհետեւ ըստ էության պաշտպանության նախարարությունը չի զբաղվում այդ հարցերով, ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվում եւ ինչու էին մարդիկ հավաքվել պաշտպանության նախարարության։ Պետք է շտապեմ տեղեկացնել, որ դժգոհություն չկան Պապիկյանի աշխատանքից թիմում։ Մենք համարում ենք, որ մեր գործընկերը արդյունավետ է աշխատում, իսկ ինչ վերաբերում է գերիների հարցին, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը զբաղվում է այդ հարցով, անհետ կորածների հարցով էլ է զբաղվում եւ մենք նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ որոշակի աշխատանքներ տանում ենք։ Չեմ կարող ասել, որ լայն լիազորություններ ունի մեր հանձնաժողովը, բայց մեր հանձնաժողովի շրջանակներում հնարավորությունների շրջանակում մեր հանձնաժողովը զբաղվում է դրանով եւ մենք բարբերաբար նաեւ մեր միջազգային գործընկերների հետ հենց այս հարցով հանդիպում ենք։ Որպես հանձնաժողովի նախագահ, ԱԱՑ տնօրենի հետ գետնապաշտպան գնացել ու արդեն հետ է վերադարձել։ Քննարկում եղել է, խոսել եք նույն անհետ կորածների մասով, այնտեղ ինչ-որ քննարկում ադրբեջանցի գործընկերոջ հետ եղել է։ Թույլ տվեք որոշակի տեղեկություններ հրապարակելուց զերծ մնամ եւ եթե դրա անհրաժեշտությունը լինի, ապա համապատասխան մարմինները, այդ թվում նաեւ ԱԱՑ տնօրենը հայտարարություն Պարզապես կներեք, հայ ժողովուրդը մնացել է Ադրբեջանի ԱԱՑ-ի հույսին, իրենց տարածած տեսանյութից ենք ուզում հասկանալ մեր ԱԱՑ տնօրենը այնտեղ ինչ է արելում, հետ է հանդիպել, որ հարցերն է քննարկվել, գերիներին անդրադարձ եղել է, թե որ ինչու մենք այս իրավիճակում երրորդ հանրապետության ամենաժողովրդավար կառավարությունն Շատ լավ։ Այո, դուք վերահաստատում եմ ձեր ասածը եւ պետք է պնդեմ, որ եթե որևէ տեղեկություն հրապարակենք, այդ տեղեկությունները կարող են վնասել որևէ գործընթացի, հետեւաբար թույլ տվեք ներողություն խնդրել եւ չխոսել որևէ տեղեկության մասին եւ պատեհ պահի դրա մասին կխոսվի։ Շնորհակալություն ձեզ։ Չկա նման բան, որովհետև ցանկացած միջազգային հանդիպման ժամանակ գերիների թեման քննարկվում է եւ մենք գերիների մասով անպայման աշխատանքները շարունակում ենք։ Ձեզ